Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դուք առհասարակ ինչ կարծիք ունեք, երբ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է կանանց, վիրավորում արցախցիներին։ Ինքը թելադրանքով ապրող մարդ է, ես դա գիտեմ վաղուց իրան։ Հիմա ես չգիտեմ, թե ուրիշ ով ոնց է մոտենում, ես քաղաքականությամբ մի զբաղվել եմ, որպես հայրենասեր հայ, 88 թվականից հետո հրաժարվել եմ, որտեղ շատ թշնամիներ ձեռք բերեցի որոշ թշնամիների պատճառով, իսկ հիմա ես ինձ խեղաթյուրված վիճակի մեջ եմ, իսկ հիմա ողջ ազգն է այդ վիճակին։ Չի կարելի հայ ազգին այսքան նսեմացնել, այսքան ցածրացնել, այսքան ստի մեջ պահել։ Ես որևէ մեկի անունը չեմ տալիս։ Ինձ համար ոչ Քոչարյան, ոչ այն մյուսը, ոչ ես չգիտեմ, երևի երկնքից ինչ որ մեկը պիտի գա, որ մենք կարողանանք համակերպվել ով է լինելու մեր ղեկավարը։ Ղեկավար նշանակում է առաջ ղեկը տանող։ Մեքենավարը, եթե ղեկը չկարողանա տանել, ինչ հույսով պիտի ընտրությունների գնանք։ Անկամ մտածում եմ, ճիշտ անհարմար բան կլինի, եթե չմասնակցեմ։ Անկամ թորնիկներիս մոտ կամաչեմ։ Անպայման, կնայեմ, ես տղաներիս, հարցներիս բոլորին ասել եմ, դուք ասեք ոնց ուզում եք, ես չեմ վիճելու։ Ում ուզում եք կգնամ կասեմ, այնքանով ոչ, չգիտեմ։ Բացի Նիկոլ Փաշինյանից, Չգիտեմ, ով ուզում է լինի, եթե նրան էլ ձայն տան, ես միևնույնն կարծիք չունեմ։ Ոչ մի կարծիք չունեմ հիմա, ոչ մեկի համար։ Խաբված մարդը ոնց կարող է ինչ-որ մեկի համար մտածի, այս ինչին ձայն տամ։ Ասում եմ, երեխեք ջան, մեղքը ձեր վիզ ուշադրություն դարձրեք, դուք եք շփվում աշխարհի հետ։ Ես հազվադեպ եմ իշնում տանից։ Ճիշտ է, ես արևմտահայի թոռ եմ, 15 թվականի եղերը տեսած, Արցախը ինձ համար ամեն ինչ ա եղել։ Ես այնտեղ գնացել եմ շատ հարցերով։ Մինչև անգամ այս 88 թվականները, որ մարդիկ չգիտեին վախով էին խոսում Հայաստանի մասին։ Բայց հետագայում ինչ կատարվեց, ինչ եղավ, բայց համենայն դեպս ես ասում եմ ծախված հայերի թուրքը ասելա, հային փող տուր եւ նա քեզ գդավաճանի, բայց ափսոսանքով եմ ասում, ոչ բոլոր հայերն են նման։ Ես պապիկ եմ ունեցել, ասում էր բալես, ես չեմ գրնար քեզի կարելի արևմտահայերեն ասեմ, չեմ գրնար քեզի խորհուրդ տալ, ամա ես թուրք ընկերներ ունեցած եմ, բայց հայերը ավելի վատ վարված են մեզի հետ։ Դավաճան հայից ահավոր բան չեմ կարող ասել, որ մեծերից մեկն է ասել։ Դավաճան հայից ահավոր, զզվելի, այլանդակ չկա այդպիսի բան։ Ես խնդրում եմ Աստված գոնե օգնական լինի, այս ամպերը, այս մշուշը հենց այնպես չի։ Եվ հենց այնպես չի, որ մայիսին դեռ հունիս ամսվա, չգիտեմ, հունիսի նման էլ չենք այսօր։ Աստծուց միայն խնդրում եմ այդ, ես հավատում եմ Աստծուն, հետո ես կուզեի ոչ թե ասենք Նիկոլին, մյուսին, եկեղեցուն կպնողը, դա կպնում է տիեզերքի արարչին, թե հիմա տիեզերքի արարիչը Քրիստոսն է, թե մեր նախկին սրբերն են, ես չգիտեմ։ Ես գիտեմ, որ տիեզերքը ունի տեր, տիրական եւ որևէ մեկը իրավունք չունի խփել։ Եթե մենք այսօր ունենք եկեղեցի, մենք ապրում ենք այդ եկեղեցի հույսով, կարևոր չի եկեղեցում ինչ է կատարում, մենք բժիշկին ասում ենք, ինչու ես վատ վիրահատում։ Մանկավարժին ասում ենք, ինձ նման խոսողին ասում են, չեն ասում, բայց դու իրավունք չունես, կպնես սրբության սրբոց իմ եկեղեցուն։ Ես վերջնական չգիտեմ, եթե մի քիչ շատ խոսեմ եկեղեցու մասին, կթշնամանամ բոլորի հետ։